Ողջույն, 168-ի եթերում կրկին ռանդևուն է, այս երեկո զրուցակիցս երիտասարդ երգիչ դերասան Ռաֆ Հարությունյանն է, բարի երեկո Ռաֆ։ Բարի երեկո Ասատրուչյան։ Շնորհակալ եմ, որ ռանդևուի տաղավարում ես, գիտեմ երկարատև դադար է մոտդ հարցազրույցների առումով, շնորհակալ եմ, որ համաձայնել ես մեր զրուցարանում այսօր կիսվել քո առօրյայով եւ ոչ միայն։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար, դադարի հետ պայմանավորված ուղղակի իմաստ չկար շուտ-շուտ հարցազրույցների գնալ, ըստ իս, որովհետև եղել են էլի առաջարկներ, որ մերժել եմ, որովհետև մտածել եմ ինչ-որ մի գործառույթ ունենամ, բան ունենամ, ասելի, հա, որ նոր գամ։ Գալու ենք ամենասկզբից, խոսելու ենք մանկության տարիներից սկսյալ, ինչպիսին էր քո մանկությունը։ Շատ լավ, շատ խաղաղ։ Չգիտեմ, իր բարդություններով ու չգիտեմ, իր լավ կողմերով, ամեն դեպքում շատ լավ ու ջերմ եմ հիշում տարիները, որովհետև սկսած այդ ժամանակվա, ինչ ասեմ, բուխանքի հոտից, մինչև եմ, որ դուրս այդ երեխեքի խաղալու ձայներից սկսած ամեն ինչ շատ խաղաղ ու շատ սիրուն է իմ հիշողությունների մեջ, ինչ-որ վատ բան չեմ կարող այս բան հիշել։ Նայ, մենք տարիքային տարբերություն ունենք, մեր ժամանակ մենք ասում ենք, չնայած այն դժվարություններին, այդ մութ ու ցուրտ տարիներին, ձեր ժամանակ չկար այդ մութ ու ցուրտը։ Որն էր քո մանկության դժվարությունները, Ռաֆ։ Մութ ու ցուրտը չկար, բայց մութ ու ցուրտից արդեն այդ ավարտվելու այդ վերջերն էր, որովհետև ես իմ մանկությունը եղել է 2000-ական թվականներին, իմ մանկության դժվարություններ որպես այդպեսին չեմ կարող ինչ-որ դժվարություն առանձնացնեմ կամ ասեմ, չգիտեմ, ինչ-որ դժվարություն չեմ ուզում ասեմ, շատ լավ ա եղել, շատ օքեյ ա եղել ամեն ինչ։ Վաղ տարիքից գիտեմ, որ աշխատում ես, աշխատանք աստվածը կարող է այս պահին շատ վերամբարձ հնչել, բայց ինչ-ինչ աշխատանքներ ես անում, որոնք էականորեն տարբերվում են քո այսօրվա երկու մասնագիտություններից էլ։ Որն էր պատճառը։ Դու որոշել էիր, որ պետք է ունենալ անձնական միջոցներ, թե կար խնդիր ընտանիքին օգնելու, օժանդակելու։ Խնդիր չեմ ասի, բայց դաստիարակությունս այնպես եմ ստացել, որ ըստ իս ցանկացած տղա ու տղամարդ փոքրուց պետք է հնարավորինս այդ վիզ դնելու ունակությունն ունենա, գոնե իր չգիտեմ, մինիմալ ծախսերը հոգա, իմ համար ես կարող եմ հիշեմ են, որ 12-13 տարեկանում երբ որ սկսեցի աշխատել, աշխարհն իմն էր, մենակ այն բանից ու այն արտահայտությունից, որ աշխատանքս ավարտում էի 12-ին ժամ 1-ին տես գիշերը, ցանկում ասենք 2500 դրամ փող էի աշխատում, ցանկում էի տուն մամային ասում էի ինչ բերեմ, ինչն է պակաս տունը, ասենք այդ իմ համար մեծ աշխարհ, մաման որ ասել ոչ մի բան, չգիտեմ այդ շրջանում, ասենք մատ ձմերուկով կամ չգիտեմ հաց բանիրով, այդպես մտնում էի տուն, մնացածն էլ տալիս էի իրան, ասում էի մամ ստեղից 200 դրամ վերցնեմ, որ վաղը գնամ էլի գործի, այդ էր, այսինքն դա իմ համար հպարտանալու էր, որ ես այդ տան տղամարդ որպես կարողանում եմ ինչ-որ մի հարցով օգնեմ, այդ մնացածն էլ իմ համար տղամարդուն վայել է, որ ինքը աշխատի, կապ չունի թե ինչ աշխատանք կլինի, իմ համար տենց ինչ-որ ես ինքս իմ բավարարվածության համար եմ աշխատել ու մի հատ բան եկա, որ այդ տարիքում տենց 14-15 տարեկանում այդ բաներն էր մեջս, ոնց որ մի տեղից աշխատանքից դուրս է եկե, պետքա ուրիշ տեղ ինչ-որ աշխատանք ման գայի, ակցում էի ականջի հետև ու այդ ժամանակ այդ վաղ տարիքում արդեն սկսել էի ծխելը իրոք վնասակար է ու երբեք խորհուրդ չեմ տա, մանավանդ այդ հասակում, որովհետև հիմա ուզում եմ գցեմ ու չեմ կարող, որովհետև կախվածություն եմ արդեն դրանից, փորձում եմ, որ ու այդ ժամանակ տենց ինչ շատ հարազատ մարդ ասեց ապեր ծխում ես, ասի հա, ասեց դե ուրեմն գնա աշխատի, տիպը քո գումարով ծախսի, քո գումարը ծախսի քեզ ծխախոտ առնելու համար, որտեվ քո մաման եթե քեզ գումար է տալի, ինքը չի տալիս այդ գումարը նրա համար, որ դու քեզ թույն ես, ինքը տալիս է նրա համար, որ դու քեզ լավ զգաս, չգիտեմ, մի հատ քաղցր առնես կամ ինչ որ մի լավ բանի վրա ծախսես, ոչ թե քեզ թունավորելու։ Այնպես որ տիպը ունեցի քո գրպանի գումարը, դու ինքդ որոշի թե ինչպես կառավարես այդ ու հետ էլ տենց էլի մի հատ տալչոկ էր, էլի մի հատ հարված էր, որ դե հա ճիշտ է ասում ու չեմ կարող, ես սենց չեմ աշխատում, ավելի շատ չաշխատելուց եմ օգնում, քան աշխատելուց։ Բայց այսօր երբ հետահայաց նայում ես,
դու կարողացել ես լիարժեքորեն վայելել այդ քո մանկությունը, թե այդ աշխատանքները ինչ որտեղ քեզ կտրել են քո մանկությունից։ Իրականում ինչ որտեղ կարող է կտրած լինեն, ինչ որտեղ ես նույն հաջողությամբ իմ ուսանողական տարիներն էլ չեմ հասցրել վայելեմ, որովհետև ուսանողական տարիների ընթացքում էլ նորից ես էլի աշխատել եմ, չգիտեմ, մնում է շատ ժամանակ, որ գնացել եմ դասի տեղը արդեն դանթել եմ ու չեմ կարացել, ուղղակի ի վիճակի չեմ եղել, անգամ կուրսղեկիս հետ որ խոսում եմ, ասում էր իմ կուրսղեկն շատ խիստ կուրսղեկ է եղել, բայց հոգաչափ իրան շատ եմ սիրում, ասում էր զանգում էր, ասում էր, քիչ ես գալիս, բան, ասում եմ ինձ 1000 անգամ կրնեք, ասում էր ոչինչ, դու արի իմ դասին, թեկուզ պետք լինի դաստեղը քնի, ես հասկանում եմ քեզ, ու տենց թեկուզ այդ դժվարություններով բան, բայց փորձել եմ հնարավորինս երբեք չի եղել այնց, որ մեկը մեկին խանգարի, այսինքն ինֆորմատիկայի քոլեջում եմ սովորել, անվճար եմ սովորել նորից իմ աշխատասիրության շնորհիվ, թատերական ինստիտուտում նորից անվճար եմ սովորել, էլի ում ասեմ սովորելը երբեք դրա հաշվին չի տուժել, բայց այդ մնացածի արդեն ժամանակը չէր մնում, որ այսինքն կամ սովորում ես կամ աշխատում ես, դե ինչ որ ուրիշ բաների ժամանակ չունեիր։ Այսօր եթե հնարավորություն ունենայի վերադառնալ մանկություն, ում կգրկեիր առաջինը։ Քուրիկներից հաստատ միանշանակ։ Տանը քույր, եղբայր քույրերդ գիտեմ մեծ են քեզանից։ Այդ բախումները ունեցել եք։ Միշտ, բայց առանց դրա չի կարա լինի։ Քաղցրությունը դրա մեջ։ Միանշանակ։ Մենք մինչև այսօր տենց ես ու իմ երկու քուրիկները չաթում ենք, որ կոչվում նույն ժամին, նույն տեղում, ու ինչն է այդ դրա դիսոնանսը, որ մի քուրիկս Գերմանիայում է, մյուս քուրիկս Ամերիկայում է, ու ժամային գրաֆիկները հաստատելու համար այդ ժամը ուղիղ 10-ին մեր մոտ վիդեոքոլ է մեր իրեքի մեջ, զանգում ենք, ասենք, չգիտեմ, մեր մոտ այդ համ մանկական ինչ որ բոցերն ենք հիշում կամ արդեն գիտենք որ մեկս ոնց եւ այլ մեկը նեղված է պատմում են երկուսն են լսում ու տենց հակառակն որ այդ շատ կարեւոր է ու շատ ամուր պետքա լինի այդ հարաբերությունը մանավանդ փոքրուց մաման էլ մեր մեջ սերմանել է որ պետքա ինչ ուզում ա լինի չգիտեմ աշխարհն է մեր դեմ դուրս գա մենք միսուար ունենք մենք նույն միսուար ունենք նույն մարդն ենք ու այդ հարազատությունը ու հավատարմությունը մենակ երևի ամենամաքուրը առաջնային քո ընտանիքի մեջ է ու որ աստիկ մանկություն գրակում կգրկեք աստիկ քուրիկներից որովհետև իրենց շատ երկար ժամանակ չեմ տեսել ու այդ շատ մի այլ կարգի կարևոր ու թանկ բան է էլի իմ համար գալով արդեն մասնագիտական ընտրություն հա ոնց հասկացար որ դու ուզում ես երգել Երգելը շատ փոքր տարիքից եմ երգել, շատ փոքր տարիքից 2 տարեկանում այն առաջին երգս որ երգել եմ եղել է բանը։ Մեկը եղել է Ադանայի ողբը, մեծ քուրիկս նվագել էր, ես կանգնած երգում էի, վիդեոները կար այդ շատ հին։ Մեկն է եղել է մտ երգ կար, երբ դու չկաս իմ օրերն են դատարկ անորոշ։ Այդ տենց լալոշ լեզվով երգել եմ։ ու իմ տատիկն էլ երգել ու աշխողական երգեր այնց երգել միշտ մեր տուն այդ երկու պարը միշտ ա եղել չգիտեմ հարազատներով հավաքվել ենք մեկը սեղանի վրա էր խփում մեկը չգիտեմ ինչ որ գործիքի վրա էր նվագում ու միշտ երգում էին ու ես էլ դա ձայնակցում էի հետո դարավ նենց որ եղավ են ինչ եղավ ու միակ մարդը որ երաժշտական կրթություն ունի մեր տանը դա ես եմ եղել երկու քուրիկներս ասեն կանոնի են տիրապետել երաժշտական դպրոց են ավարտել նոտա ճանաչ են եղել բայց իրանց դա երբեք պետք չի եղել ու միակ մարդուն որ պետք էր այդ ես էի ու որ ես չունեմ ու շատ բարդ է այդ վերականգնել այնպես որ իրականում խորհուրդ կտամ որ փոքրուց պարտադիր երեխաները գոնե մինիմալ կրթվեն ու իմանան այսօրվա երեխան կամ այսօրվա ծնողը ավելի ճիշտ միտված է իր երեխային տանել երաժշտական ուղղությամբ պրոֆեսիոնալ Կարծում եմ որ հա ու այսօրվա ծնողները կոնկրետ եթե իմ տարիքայինների մեջ նայեմ այսօրվա իմ տարիքային բոլոր երիտասարդությունը հիմնականում տալիս են իրենց երեխեքին ընտրության հնարավորություն այսինքն ես գիտեմ մի բան որ իմ քուրիկը մի քուրիկս ունի 3 երեխա, մյուս քուրիկս ես շուտով երկրորդին կունենա ու ուզում եմ ասեմ ամեն ինչի մեջ փորձում են երեխեքին, այսինքն մի քուրիկիս եթե գնա երեխան ասի չգիտեմ ուզում եմ երկի գնամ, ուզում եմ բարի գնամ, ուզում եմ ես գնամ, ուզում եմ մենք գնամ հաստատ վստահ եմ որ
ամեն ձև կանի ու կապահովի, որ երեխան անի, որովհետև այդ շատ կարևոր է, երեխան մինչև չգնա այդ ինչ որ մի բան չփորձինք չի կարա իմանա, կարող է ամեն մեկի տանը ինչ որ չգիտեմ ապագա Վան Գոգը կամ Մոցարտը կամ Բախն է նստած, որ ուղղակի կարող է երբեք չեն մտածել, որ այդ երեխան այդ տաղանդն ունի, որովհետև իր ծնողները կամ ասենք իր պապին, տատին կապ չեն ունեցել այդ ամեն ինչի հետ, մտածում են, որ երեխան է կապ չունի, ոչ չէ կարող է իրոք այդ կապն ունի, կարող է ինքը իրոք սիրում, հա, ու խաղաղությունը ու իր ապագան, իր մեսիջը կյանքի դրա մեջ է, այնպես որ կարծում եմ, որ հա, հիմիկվա սերունդը մանավանդ իր երեխաներին փորձում են տան, եթե չեն է տալիս, խորհուրդ կտամ, որ տան անպայման, որ փորձվեն երեխեքը գոնե իմանան։ Այսօր մենք ապրում ենք մի շրջանում, երբ հաճախ քննադատում ենք մեր շուրջ տիրող իրավիճակը երկարվեստի ոլորտին վերաբերելի, հա, հաճախ ասում ենք, որ հանդիսատեսը, հեռուստադիտողը չի ընկալում որակյալ մատուցված արվեստը, այլ տեղ է տալիս հեշտ մատչելիին։ Նայում էի քո հարցազրույցներից մեկը, ինքդ էլ համաձայնում ես, որ այո, դու տալիս ես այն պրոդուկտը, ինչ պահանջում է այսօրվա հանդիսատեսն ու հեռուստադիտողը, բայց արդյոք դու քո այդ քայլով կոմպրոմիսի գնալով, հա, հանդիսատեսի հետ, քո նպաստը չես բերում, որ որակյալը առաջ չմղվի։ Ասատուր ջան, մանավանդ հիմա այս թվականին, երբ որ արդեն գոյություն ունի Սունո, երբ որ մարդիկ նստում ես տաքսի, գնում ես կաֆե, գնում ես սրճարան կամ մնացած այլ տեղեր, մտնում ես ու դու հասկանում ես, որ երկում ընդհանրապես ռոբոտ, ու մարդիկ իսկական մարդու տեմբրը ռոբոտի տեմբրից չեն տարբերում իրարից, որովհետև մարդիկ լսում են, ասում են, լավ, այս ռոբոտին ոնց եք կարող լսեք, իրանք ասում են, չէ, բայց սա մարդ է երգում, ասում ես, չէ, սա ռոբոտ է, բացում ես, իրեն ցույց ես տալի, որ սա արհեստական բանականություն է երգում, նոր այդ մարդը զարմանում։ Այսինքն այսօր կոնկրետ շուկան հեղեղված է ռոբոտի երկեցողությամբ, այսինքն գործիքավորումը, չգիտեմ, դաշնամուրը կլինի, զուռնեն կլինի, դհոլը կլինի, ինչը ուզում է լինի, արդեն Սունոն պրոստը ռոբոտը սարքում է ու տալիս է։ Ես հիմա ուղղակի փափագում եմ մի միտք ու հուսով եմ, որ այդպես կլինի, որ ինչպես որ ժամանակին, չգիտեմ, ոսկին արել են ձեռագործ աշխատանք, հետո փոխարինել են ձեռագործին արդեն ռոբոտի օգնությամբ, ու հետո արդեն դառնում է, որ ձեռագործ աշխատանքը ավելի թանկ է գնահատվում, կարծում եմ, որ կանցնի մոտ 1 տարի, 2 տարի ու արդեն շուկայում էլ կմնան միայն այն մարդիկ, այն երգիչներ, այն արտիստները, ովքեր որ իրոք կարող են կենթանի հնչողությամբ երգել, կարող են կենթանի նվագակցության ուղեկցությամբ երգել, ամեն մեկն իր սպառողը կունենա, մեկը AI լսողը AI-ը լսելու, կենթանի հնչողություն լսողը կենթանի հնչողություն է լսելու, ուզում եմ ասեմ, ինչքան էլ որ այսօր մանավանդ այսօրվա շուկայում ահա որ բարդ է ու չգիտեմ տեղյակ եք թե չէ վերջին շրջանում ռուսերեն երգերի գործունեություն եմ ծավալում, այնտեղի շուկայում օրական 5-ից 10 հազար ռոբոտի կողմից երգ է թողարկվում։ Այսինքն դու բացի նրանից, որ ունես այդքան կոնկուրենտ արտիստների միջև, դու դրան գումարած նաև 5-ից 10 հազար այդ երգերի մեջ, այսինքն մոտավոր օրական թողարկված 15 հազար երգերի մեջից քո երգը պետք է հասնի լսարանին, քո լսարանը պետք է լսի ու գնահատի, որ դու ինչ-որ մի շարժ ունենաս։ Այսինքն այդ շատ է բարդացնում ու իրականում ահա որ է վախացնում, պետք է ուղղակի հասկանաս, որ այդ մեր իրականությունն է, պետք է թելվես այդ իրականությանը։ Այսինքն պետք է ծառայեցնես այդ ռոբոտին, որտեղ նույն ձև ունեմ երգեր ռուսերեն լեզվով, որտեղ որ արհեստական բանականությունն էլ է ինձ հետ երգում կամ ինձ բեք վոկալ է երգում, բայց ես իրան որպես առաջնային պլան չեմ ներկայացնում։ Գործիք չի, հա։ Մեծ սիրով ես խոսում երկարվեստից, որովհետև ասում են դժվար ձեռք բերվածը միշտ գնահատելի է ու արժեքավոր է, դու նույն բանակից հետո մեծ փափագով եկար, որոշեցիր, որ դու դառնում ես երգիչ, հաղթահարելով ինչ-ինչ դժվարություններ, երգելով ինչ-ինչ անհամատեղելի եւ անարժան վայրերում, որտեղից ցավով հեռացար։ Բայց եկավ մի փուլ, երբ որոշեցիր, որ դառնում ես դերասան։ Դրան ոնց եկար։ Ցավով հեռանալու հետ համաձայն չեմ, շատ ուրախ եմ։ Ցավեցնելով քեզ հեռացրեցին ինչ-ինչ տեղերից։ Արի խոսենք։ Ասենք երկի բառեր մոռանալու համար քեզ հեռացրեցին։ Հասկացա ինչի մասին է խոսքը։
նորմալ է ամեն ինչ էլ ամեն մի մենակ այդ չէ խնդիրը շատ այս շուկայում ավելի շատ ուդարներ են լինում բայց դերասանության հետ կապված 15 տարեկանում ասել եմ որ սովորել եմ Վարդան Աճեմյանի դրամատիկական ստուդիայում ու այնպես ստացվեց որ երբ որ պետքա արդեն ընդունելությունս լիներ ու մտածում էի թե որ բարձրագույն ուսումնական հաստատություն պետքա ընդունվեմ իրականում քանի որ ես միշտ եմ ուզեցել երգով շարունակեմ, բայց հասկացա, որ երգիչները սովորում են, ավարտում են, չգիտեմ, կլինի Ռոմանոս Մելիքյանի անվան, կոնսերվատորիան կլինի ամենավերջում, երբ որ իրենք արդեն դառնում են երգիչ, իրենք պետք է գտնեն պրոդյուսեր, իրենք պետք է ոնց որ իրենցով զբաղվող մարդ լինի, ու այդ ժամանակ երբ որ ես հասկացա, որ ես դա ունեմ, ես ասի, ուրեմն ավելի լավ կլինի, որ նաև լավ երգիչ լինելուց բացի ես կարողանամ հանդիսատեսին ինձ ճիշտ մատուցեմ, բեմից չվախենամ ու ավելի շատ մտածեցի որպես դերասանի մասնագիտությունը սովորեմ այն բանի համար, որ կարողանամ որպես ավելի շատ ինձ արտիստ ձևավորեմ, որ բեմի վրա չքաշվեմ, իմանամ ոնց շարժվեմ, ոնց վարվեմ, ոնց շփվեմ հանդիսատեսի հետ, ու այդ եղավ երևի ամենամեծ ու գլոբալ պատճառը, բայց հետո արդեն գնալ, սիրել այդ ամեն ինչը շատ եմ սիրել թե մանկուց մինչև օրս էլ հիմա ներկայացումների մեջ չեմ զբաղվածություն չունեմ, որովհետև իրոք ժամանակային չեմ հասցնում ու նենց էլ չի վարձատրության առումով իմ համար այսօր վարձատրությունը իրոք կարևոր է, որովհետև շատ ու շատ դեռ առջևում արդեն խնդիրներ կան, որ պետքա լուծվի Եթե նենց ստացվեց, որ կարողանամ արդեն իմ երգի միջոցով ամուր կանգնեմ իմ ոտքերի վրա, հետո սիրով կմտնեմ արդեն թատրոն ու նորմալ կկարողանամ ինձ նաև կարողանամ սպառել իմ այդ ցանկությունները։ Քեզ համար այցեքարտ դարձած այդ քարտեզ երգը մտավ շուկա, գրավեց ինչ խոսք շուկան ու այդ շրջանում, երբ դեռ նոր էր ինքը, հա, բոլորը լսում էին, բոլորը քննարկում էին, կան նաև քննադատություններ, բնականաբար յուրաքանչյուր աշխատանք իր մեջ պարունակում է այդ քննադատական տարը, տասնյակ միլիոններից ավել դիտում ունեցավ տեսահոլովակը, բայց եկավ շրջան, երբ դու գործընկերոջդ հետ հարաբերությունները, չգիտեմ ինչ պատճառներով, ճանապարհները բաժանվեցին, ինչու։ Ինչու հարցին չեմ պատասխանի, մենակ կասեմ եմ, որ այսօրով մենք իրար հետ ունենք շատ լավ հարաբերություններ, նոր պրոյեկտ է սպասվում առջևում, չեմ ուզենա դեռ փակագծերը բացեմ ու անգամ պրոյեկտի շրջանակներում իրար հետ համագործակցություն ունենալու ենք։ Ինքը այդտեղ որպես վոկալիստ հանդես չի գալու, այլ լինելու է գործիքավորման ու մնացած հարցերով զբաղվելու։ Կարծում եմ ավելի, ասենց ասեմ, դեռահասական այդ մեր այդ տարիքում ինչ որ XXX խնդիրների կամ չհասկանալու համար էր, որովհետև երկուսից տրամպլինն է առաջինն էր, երկուսը էլ իրար հետ ինչ որ մի հարց չհասկացան կամ չկարողացանք այդ բանին կիսել։ Բայց ամեն դեպքում այսօր երկուսը էլ շատ լավ հարաբերությունների մեջ ենք իրար հետ, թե գործնական, թե անձնական ու կարծում եմ, որ ինչ եղել է տեղին։ Ես ոչ մի եղած բանի համար չեմ փոշմանում։ Այսինքն խոսքը ֆինանսականի մասին էր, Ռաֆ։ Էդ էլ կար, այդ թվում էդ էլ կար։ Երգի շուրջ շատ էին ինտրիգները, հա, որքան սիրվեց, այդքան էլ քննարկվեց ու ինտրիգա շատ եղավ։ Իվետայի երգելուց հետո դու անդրադարձար։ Անդրադարձից հետո դու նեղսրտել էիր։ Ինչու էիր նեղսրտել։ Ես գիտեմ, ուղղակի հարցը հղում եմ հեռուստադիտողի համար, որովհետև լսողը չի կարող պատկերացնել, թե ինչ էր տեղի ունեցել։ Ձեր երգը կատարեց Իվետա Մուկուչյանը, որին անդրադարձար դու։ Իմ համար նեղսրտելու բան ուղղակի եղել էր այն, որ խոսույթը այնպես էր եղել, որ հեղինակը եղել է Դավիթ Գրեգը, բայց հեղինակը եղել եմ ես ու Դավիթ Գրեգը։ Այդքան բան է, այսինքն ոնց որ ես չլինելով, որ երբ որ ասել են Դավիթ Գրեգը, ես նեղվել էի այդքանով, որ ես եղել եմ համահեղինակ ու ուղղակի ոնց որ անտեսված լինեի այդ պահին։ Որից հետո որ նորից քննարկումներ եղան եւ այլ ու անցնում է շրջան ու մենք տարվա երկին հանդիպում եմ Իվետային, մոտենում եմ իրեն, շնորհակալություն եմ հայտնում իրենից, որովհետեւ այդ իմ համար շատ մեծ ձեռքբերում է, երբ որ այնպիսի արտիստ ինչպիսին որ Իվետա Մուկուչյանն է,
ես ասենք ինչ որ սկզբնական չոչանող է սֆերայում, եւ այդ ամոկուչանը որոշել է, որ իմ երկը կավառանի, դա ուղղակի հպարտանալու մի հատ լեվելի բաներ իմ համար։ Ու տենց այդքանով այդ ներսրտվածությունն էլ անցել, մնացած այդ ամեն ինչ անցել է։ Նենց է այսօր ուղղակի, չգիտեմ, ինձ մի քանի օր առաջ ասենք Կամիֆրենցի համերգներ գնացել եմ, այնտեղ շատ սիրով լսել եմ ոնց են ընկերներս երգում, Կոլոյանն էլ, Անուշիկն էլ ու սպասում էի, որ երբ են այդ երգը երգել, որովհետև ինձ այդ մի հատ ուրիշ հաճույք է տալիս, երբ որ դու որպես հեղինակ կատարող ու քո երգը այդտեղ հնչում է, այդքան մարդ այդտեղ է, չգիտեմ, մենակ լավ ձևով եմ այդ ամեն ինչին արդեն վերաբերվում։ Իմ նեղվելու թեման այն էր եղել ուղղակի, որ որպես համահեղինակ ինձ չէին ասել, որովհետև մանավանդ երբ որ դու ստեղծագործող ես, դու ամեն քո երգը քոնն է, էլի, տենց քո ինչ որ բանի պես, քո սրտի ինչ որ մի հատ մասնիկը կա, կապ չունի ինչ ձևով ես, ինչի համար ես ստեղծել այդ երգը։ Բայց քոնն է, իրան քո երախու պես սիրում ես։ Շատ բան եմ չոր եմ համեմատականը բերում, բայց իրոք է տենց է, որովհետև քո մասնիկն է այդ երգը, այդ ստեղծագործությունը, որը որ Աստված չանի, վաղը ես չլինեմ, այդ երգը հել է լինելու է ու շատ է լինելու։ Որովհետև այդ երգը այդքան տարի անցել է, դուք ասում եք 13 միլիոն, բայց այդ երգը արդեն 28 միլիոն դիտում ունի արդեն ու ինքը դեռ շարունակվում է։ Ու հուսով եմ, որ օր կգա, պահ կգա, որ ոնց որ այսօր ասենք, չգիտեմ, Արամ Մարտիրոսյանի Բալաբալանա, ոնց որ այսօր շատ հին մոռացված երգեր նորից, այսպես ասած, երկրորդ շունչը ստացել է, կարծում եմ, որ այդ երգն էլ այդ երգերի շարքին դասվեց, որ Քամի Փչին նույն այդ երգն էլ այդ երգերի շարքին դասվեց, որ օրից մի օր ինքը դեռ երկար կապրի։ Կրկին գալով իմ նախորդ հարցին, դու անդրադարձար այդ միջադեպին, բայց հետո հեռացրեցիր, ինչի։ Զանգեր էին, ճնշումներ էին։ Զանգեր ու ճնշումներ չկար, չէ, ուղղակի ես մատ խնդիր ունեմ, որի դեմ պայքարել եմ այս վերջի մի քանի տարվա մեջ։ Մանավանդ էլի եմ ասում, այդ լուծը երբ որ կա մարդու վրա, այսինքն աշխատանքային այդ սովորելու քո առօրյա այդքան խնդիրները ու դառնում ես արդեն մի քիչ չէ, շատ ներվային ես լինում, շատ խոցելի ես լինում, շատ բաներին, ասենք, կարող է այդ բանին ինչ-որ բռնկուն լինեի, այն որ նեղվեի բան, հետո հասկանայի, ասենք, մի օր, երկու օր անցներ, ասեի, լավ, բայց ինչի համար եմ էլի այդ ամեն ինչից նեղվե կամ այդ ձևի բաներ է։ Ուզում եմ ասեմ, այդ բանին ինչ-որ այդ բռնկուն վիճակից, հետո որ հասկացա, որ ինչքան մարդու բերանն եմ լեզու դնելու, այսինքն ինչքան մարդ կարա ճիշտ հասկանա, սխալ հասկանա, հասկանային հասկանա, կամ ասենք դուք պատկերացնում եք, ես այսօր ինչքան մեծ շրջապատ ունեմ ու ամեն դեպքում էլ ասենք ամեն ընկերը տա զանգում ապա ինչ ա եղել, ոնց ա եղել եւ այլն, ախպեր լավ ասա, անցանք առաջ, որ ոչ մի ինչ-որ բան չկա, ինչ եղավ, անցավ գնաց։ Այդ ձևով վերաբերվում ուղղակի հիմա ու հիմա աշխատում եմ նրա շուրջ, որ այդ բռնկուն տեսակս մաքսիմալ հարթեմ, որովհետեւ դրանով ոչ ինձ եմ լավություն անում, ոչ դիմացինից եմ լավություն անում ու պետք է ասենք խնդիր կա մի 10 մինչև մտքիս մեջ հաշվեմ նոր սկսեմ այդ խնդրին անդրադառնալ, որովհետեւ կարող է այդ բռնկուն լինելուց պատճառով անեմ մի հատ այնց բան, որը որ հետո չկարողանամ հարթեմ տարիների ընթացքում։ Մարդկանց բերանը լեզու դնելու առումով դու չեմպիոն ես։ Մի քանի քո հարցազրույցներ այդպես քննարկվեցին, քննադատվեցին, բոլորի արժանի անարժանի լեզուները դրեցիր։ Այսօր չեմ խոսելու այդ մասին, որովհետև չեմ ուզում կրկին թեժացնենք կրակը, հազիվ ոնց որ թե մարվում է, չէ՞։ Կրակ չկա, չեմ էլ հիշում ինչ ա եղել արդեն։ Ուզում ես հիշեցնեմ։ Չէ, պետք չի։ Այսօր ինչ է կատարվում Ռաֆի անձնականում։ Ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ լավ է։ Եթե կա այնքանով, որ խաղաղ է, եթե չկա այնքանով, որ նորից եմ ասում, ես խաղաղ եմ, իմ համար հիմա ավելի կարևոր է, որ մի քանի կենցաղային հարցեր լուծեմ, այսինքն ունենամ իմ տունը, որ վարձ չտամ տան համար, ունենամ իմ մինիմալ հարմարությունները, որից հետո որ արդեն կսկսեմ մտածել անձնականի մասին։ Ռաֆի սիրտը այս պահին ազատ է։ Ռաֆի սիրտը երբեք ազատ չի, որովհետև Ռաֆը սիրում է այս կյանքը ու սիրում է այն ամեն ինչ, որ ինքը անում է։ Այս պահին սիրտս ուղղակի տվել եմ իմ կարիերային, այսքանը կարամ ասեմ։
Հասանք ռանդևուի բլիցին, սեր թե փառք, Սեր, փող թե հանգստություն, փող, փող, հա, փողը որ լինի հանգստությունդ կլինի։ հոգեկան հանգստություն, Շատ փող է հարցն է կլուծի։ ամուսնություն թե ազատություն, Ամուսնության մեջ ազատությունն է ամենակարևորն է, իմ կարծիքով այդ ոսկե միջինը ես կգտնեմ։ ինչից ես վախենում, Վախենում եմ, որ ինձ մարդիկ սխալ կարան հասկանան, որ ինձ մարդիկ առանց ճանաչելու կարան ատեն։ Վախենում եմ չհասկացված լինելուց ու վախենում եմ անիմաստ եթե լինի ինձ որ հասկանամ որ կյանքս անիմաստ անց է ուղղակի վախենում եմ որ ինձ այնց հետո բան չեմ թողնի երևի այդ որն է քո մասին ամենամեծ թյուր կարծիքը, չգիտեմ չեմ կարող այդ հարցին պատասխանել իրոք չեմ կարող պատասխանել եթե վաղը պիտի բոլորը խոսեն քո մասին, որ գիծը քո մեջ կուզես, որ բարձրաձայնվի այդ խոսքի մեջ, գիծը չեմ ասի ուղղակի կուզենամ որ մարդկանց կողմից իրոք ընկալված լինեմ, որովհետև կարծում եմ, որ չգիտեմ, այնքան ոնց ասեմ, ոնց որ աշխատում ես, ոնց որ ապարդյուն լինի։ Երևի դրանից եմ նեղվում ու կուզենամ, որ խոսան սուտ են նրա մասին, որ բայց լավն է։ Այսինքն երկերը լավն է, ինքը լավն է, էլի միտքը։ Ես չեմ վախենում վատը երևալուց։ Ես վախենում եմ անտեսված լինելուց։ Իմ համար ամենակարևոր վախը դա։ Թող ինձ ատեն, թող ինձ սիրեն, բայց թող վերաբերվեն։ Ես միակ վախս է դա երևի, որ անտարբեր չլինեն։ Վերջին անգամ երբ ես արտասվել։ Եվ 5 օր առաջ։ Ինչ։ Բերը շատ է, որովհետև ես շատ եմ ուզում ու մի անգամից եմ ուզում ու այդ շատ ուզելու այդ մեկտեղ ոնց որ մի քիչ դերասանություն, մի քիչ երգ, մի քիչ այդ social media, մի քիչ տեսահոլովակ նկարել, մի քիչ պահիտակ օպերատոր, մի քիչ մոնտաժող, մի քիչ սցենարիստ, մի քիչ էս, մի քիչ են, սենց ահա որ շատ է լինում, որ ասում ես, «Ալա հեսա կգժվեմ»։ Այն որ ուզում ես մեծ սենց դասավորես, հարթացնես, որ ամեն ինչ ընկնի իր տեղը, էլի, որտեվ դա խանգարում հիմա ու ոնց որ այնտեղում չեմ, որտեղ որ պետքա լինեի, այսքան իմ արածից հետո էլի, բայց հետ ճանապարհ չկա, մենակ առաջ, չեմ նայում։ Ռաֆ, կա մարդ, ում կուզեիր ինչ-որ բան ասել, բայց ցավոք չես հասցրել։ Իմ կարծիքով այդ մարդը մի մարդ չի, շատ մարդիկ կան, որոնց հետ որ ինչ պատճառներով, չգիտեմ, այսօր չեմ շփվում։ Եթե անգամ ես մեղավոր չեմ եղել, կապ չունի, ինչ հարցով, ընկերական կլինի, անձնական կլինի, բարեկամական կլինի, ուղղակի կուզենամ ասեմ, որ ներեն ինձ, այդքանը, որովհետև որ հետ եմ նայում, ոչինչ ինչ-որ լուրջ բան չի եղել, էլի, ամեն հարցով, իմ համար ահա որ բարդ է ինձ մոտիկ մարդուն թողնելը, ցանկացած առումով, որովհետև ամեն մարդու հետ կապված ինչ-որ հիշողություն կա ու երբ որ հետ եմ հիշում, մենակ լավն եմ հիշում, վատը չեմ հիշում, այդ մարդկանց հետ կապված, թե ինձ հարազատ մարդիկ են եղել, որոնք որ հիմա այս բան չկան ասելով, իմ կյանքում չկան, չենք շփվում, մենակ լավն եմ հիշում այդ մարդկանց հետ կապված, վատը չեմ հիշում, չգիտեմ։ Եթե այս բային առաջարկեմ քեզ վերցնել հեռախոսը ու զանգել մեկին, ում պիտի ասես կներես, ով կլինի։ Չեմ կարա, ոչ անուն կարամ տամ, ոչ էլ կարամ ասեմ ով է։ Չեմ կարա։ Գիտակցել ես սխալդ։ Միանշանակ։ Ներել ես քեզ։ Դեռ ոչ։ Կներեմ այն ժամանակ, երբ որ տեսնեմ, որ ամեն ինչ լավ է իր մոտ։ Որտեվ ես այդ հույսով եմ այդ արել։ Այսքանը կարամ ասեմ։ Որտեվ հասկացել եմ, որ
իմ հետ կապված չի կարող այդքան լավ լինի, ոնց որ ինչքանի որ այդ մարդը արժանա։ Ինչի համար ես զղջում։ Չեմ ասի արածը սխալների, որովհետև այդ սխալների շնորհիվ որ ես բան են կետում եմ, այն մտահորիզոնի եմ, ինչ որ պետք է լինեմ։ Ինչի համար եմ զղջում։ Չգիտեմ։ Եթե ես իմանայի, որ իմ ինչ որ մի քայլով աշխարհում ինչ որ գլոբալ թեկուս իմ Հայաստանում ինչ որ մի բան կփոխվեր ու ես այդ չեմ արել, ուրեմն դրա համար եմ զղջում։ Եթե չկա այդպիսի մի բան, ուրեմն ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ինչ եղել է այն նրա համար, որ պետքա լիներ։ Մի հատ բան ունեմ գրած, բանաստեղծություններ գրում եմ ու այնտեղ մի հատ տող եմ գրած, ասում եմ, չգիտեմ դուք ոնց, բայց ես աստծո չեմ խառնվում։ Ես ապրում եմ այնպես ոնց որ պետք է ապրեմ։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Հասել ենք ռանդևուի այն ռուբրիկային, երբ պիտի առաջարկես իմ գալիք թողարկման հյուրերից մեկին։ Ում ես առաջարկում։ Համային զանգեմ Ղազարյան, դերասան։ Բարձրախոսով։ Ալո։ Համջան բարձրախոսի վրա ես ախպերս։ Ես հաղորդման հյուր եմ եկել Ասատուրի մոտ։ Ու այստեղ ոնց որ հարցազրույց է, հարցազրույցից հետո Ասատուրը հարցնում է թե ում կուզենայի հրավիրեի ընկերներից հարցազրույցի ու տենց քեզ եմ առաջարկել։ Սիրով։ Ողջույններս բոլորին։ Ողջույններս փոխադարձաբար, կսպասենք սիրով ռանդևուի տաղավարում։ Կսպասենք ես սիրով ռանդևուի տաղավարում։ Շնորհակալ եմ։ Սիրով կգամ։ Մնացածը արդեն կմանրամասնեմ, հետո կապի դուրս կգաք, կշփվեք։ Բայց շատ լավ անց է, համ ասեմ իմանաս։ Վստահ եմ։ Լավ, դե ախպերս կապով ենք։ Լավ է։ Շնորհակալ եմ, արդյունքնից արթնացրեցիր կարծես։ Շնորհակալ եմ քեզ անկեղծության համար, գեղեցիկ զրույցի համար ու այն մտորումների գիտակցման համար, որը ունեցել ես դեռ մանուկ տարիքից։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար, պրոֆեսիոնալ մոտեցման համար, լսելու։ Այդ շատ կարևոր բան է, որ լսում եք ինձ։ Որովհետև լսված լինելն էլ է շատ կարևոր բան, երբ որ խոսում ես ու հասկանում ես, որ մարդ իրոք լսում է ու փորձում է քեզ հասկանա։ Մերսի շատ այս թողարկման համար։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ ռանդևուի տաղավարում այս երեկո երգիչ դերասան Ռաֆ Հարությունյանն էր։ Իսկ յուրաքանչյուր մարդ մի պատմություն է։ Իսկ յուրաքանչյուր պատմություն պարտավոր է լսելի դառնալ։ Շարունակեք հետևել 168-ին, կհանդիպենք։